Տոնական դրոշներ, համերգային բեմ, հյուրեր ու բարձր տրամադրություն։ Քասախը տոնում է հիմնադրման 60-ամյակը։ Արտակ Թովմասյանը, վարչական ղեկավարը, հերթով ընդունում է հյուրերին տեղավորում։ Փոքրիկները պատրաստվում են տոնական միջոցառմանը, սպասում են իրենց հերթին, յուրաքանչյուրը փորձում է իր տեղը։ Այստեղ են նաև երաժիշտները, քիչ անց կսկսվի տոնական համերգը, իսկ մինչ այդ ներկաները կմասնակցեն Քասախի վերակառուցված հուշահամալիրի և զբոսայգու վերաբացմանը։ Իսկ մենք զրուցեցինք համայնքի բնակիչների և հյուրերի, ինչպես նաև վարչական ղեկավար Արտակ Թովմասյանի հետ։ Ինչ եք մաղթում ձեր համայնքին, ձեր գյուղին։ Ամենալավ բանը, շնորհակալ ենք մեր համայնքից էլ, մեր գյուղից էլ, մեր երիտասարդություններից էլ, աշխարհի ամենալավ բաները քասախցիներին են։ Ինչ է փոխվել Քասախում այս տարի ընթացքում։ Ամեն ինչ, այս բոլորը փոխվել է, այս բոլորը լրիվ փոխվել է։ Մաղթում եմ բարգավաճում, բարեկեցություն ու բազում այսպիսի 60-ամյակներ, որ կարողանա նշել։ Ինչ է փոխվել ձեր համայնքում, ձեր բնակավայրում այս տարի ընթացքում։ Շատ բան փոխվել դեպի դրականը, սկսած մաքրությունից, գեղեցիկ, այսպես կարգավորված, դասավորված, ամեն բան։ Երեխեք ինչ եք մաղթում ձեր գյուղին, ձեր բնակավայրին, Քասախից եք, չէ՞։ Այո։ Ինչ կմաղթեք։ Խաղաղություն։ Անամպիրտի։ Բոլորի հաջողություն ու արագություն։ Լավ է, ասում տրամադրությունը լավն է, հա։ Ձեր համայնքում խաղահրապարակներ, այնց ինչ-որ հարմարանքներ կան, լավ է ասում այստեղ, հա։ Ինչ կուզես որ լինի, որ չկա համայնքում։ Ոչ մի բան։ Ամեն ինչ կա, հա։ Լավ ապրես։ Դու ինչ կմաղթես Քասախին։ Ինքը իմ ընկերը։ Շատ լավ է, եկուսով ինչ կմաղթեք ձեր գյուղին։ Մեր գյուղին բոլորին առողջություն մաղթենք։ Էլ որ sense բաներ շուտ լինի։ տրամադրությունը ո՞նց է։ Քասախում շատ լավ տրամադրություն է, շատ երկար տարիներ նման տրամադրություն չենք տեսել հասարակության կողմից։ Այսօր ամեն ինչ շատ լավ է, հոյակապ կազմակերպված է։ Հուսով եմ ամեն ինչ ավելի լավ կընթանա։ Կմաղթեմ, որ այն մեր արմատները, որ ունենք, որից որ հողի մեջ ամուր խրված է մեր արմատները, թող դրանք իրենց ծիլերը տան, ու ծիլերը ծաղկեն, բողբոջան են կարգի, որ ամբողջ աշխարհը իմանա, թե Քասախը որտեղից է սկիզբ առնում ու ինչ սերունդներ է տալիս։ Իսկ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել Քասախում վերջին շրջանում ու ինչ բացեր կան։ Բոլորի ամեն ինչ ակնհայտ է, չեմ ուզենա էլ ինչ որ հին նոր ասեմ։ Ամեն ինչ ակնհայտ է, բոլորի աչքին երևում է։ Մենակ այսօրվա տրամադրությունը ժողովրդի կողմից այդ արդեն շատ մեծ նշանակություն ունի, էլի։ Շնորհակալ եմ, ձեզ լավ օր եմ մաղթում, շնորհավորում եմ։ Մեր Քասախին կմաղթեմ առաջինը բարեկեցություն, մեր երկրին խաղաղություն լինի, ամենալավ բաները։ Իսկ ինչ է փոխվել վերջին շրջանում Քասախում։ Շատ բան է փոխվել, օրինակ մեր այս սիրուն այգին։ Պարոն Թովմասյան, ինչ կմաղթեք ձեր համայնքին, ինչ միջոցառումներ են այսօր տեղի ունենալու։ Մաղթանքից որ սկսեմ, ես եւ իմ համայնքին եւ իմ պետությանը մաղթում եմ խաղաղություն, առաջնայինը խաղաղություն։ Առիթը մեր համայնքի վերահիմնադրման 60-ամյակն է։ Մենք ուզում ենք մեր ժողովրդին ուղերձ հղենք խաղաղության, մեր մատաղ սերնդին ներկայացնենք, որ այս գյուղը մեզ նվեր չեն տվել, մեր անձավորները կառուցել են սիրով, աշխատասիրությամբ։ Ուղղակի միասնության միտված գաղափար է։
Եվ ինչ միջոցառումներ են այսօր ականատես լինելու։ Միջոցառումները մենք 2 ամիս Քասախ ապրելամշակութային կյանքով բազմաբովանդակ մշակութային միջոցառումներ են եղել։ Այսօր գալա համերգը այդ 2 ամսվա մեր 60-ամյա միջոցառումները մեր լայն հանրությանը ներկայացնել։ Ես գիտեմ, որ նաև զբոսայգին է բացվելու, պուրակը վերաբացվելու է, վերակառուցվել է։ Մի փոքր ներկայացրեք այդ աշխատանքը։ Ուրեմն Նայրի համայնքը մեր զբոսայգին եւ երկրորդ աշխարհամարտի նվիրված հուշահամալիրը իր զբոսայգով վերակառուցել ենք մոտ 1 հեկտարի մասին է խոսքը։ Զբոսայգին Նայրի ավականու որոշմամբ անվանակոչվել է Քասախի հիմնադիր ղեկավար Սողոմոն Հակոբյանի անվամբ, ինքը արժանի է, որովհետև Սողոմոն Հակոբյանն իր կերպարով, իր դիրքով, ճիշտ է ինքը չկա հիմա, բայց իր գործանմահա որպես հմուտ ղեկավար, դրա համար մեր առաջարկությունով, ընտանիքի առաջարկությունով Նայրի համայնքը անվանակոչել է Սողոմոն Հակոբյանի անվամբ, հիմնադիր ղեկավարի, հիմա բացումը պետք է անենք զբոսայգու, նույն երկրորդ աշխարհամարտի զոհերի հուշահամալիրի բացման արարողությունն է, որից հետո կսկսվի մեր գալա համերգը։ Համերգին ինչ համերգ է։ Համերգում մենք ուզում եմ այդ ընթացքում լինի, մենք ուղղի եթերով ցույց ենք տալիս, անակնկալներով լեցուն այն աշխատանքները, մշակութային միջոցառումները, որոնք մենք անցկացնել ենք, դրանք մոնտաժված, ներկայացվել է մեր լայն հանրությանը, խոսքով անակնկալներով լեցուն շատ բովանդակությունով լիքը երեկո ենք ունենալու։ Եվ պարոն Թովմասյան, ես քիչ առաջ զրուցում էի ձեր համայնքի բնակիչների հետ, բացի ձեզ գովելուց նաև նշում էին, որ բազմաթիվ աշխատանքներ են տեղի ունեցել համայնքում, փոխվել է, վերափոխվել է Քասախը վերջին տարիների ընթացքում։ Մի փոքր ներկայացնեք, թե ինչ աշխատանքներ են արվել։ Աշխատանքների ծավալը չեմ ուզում այս պահին անդրադառնամ, բայց մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում տարբեր բնակավարներում։ Առաջնայինը, չգիտեմ, աշխատանքների մարդկանց անտերբերության դեմ առնելն է։ Համայնքը սիրել տալու խնդիր ենք լուծում, որը մեր մոտ ստացվում է։ Հիմա համայնքը շնորհակալ եմ, օպար։ Ես էլ քեզ եմ շնորհավորում։ Այս մեր կանանք ներկայացնենք մեր գյուղի կառուցող մարդկանցից մեկն է, ես խնդիր եմ դրել, որ իմանան այլ այս գյուղն ով է կառուցել։ Շնորհավորում եմ պարոն Թովմասյան, ձեր համայնքի բնակիչներին, ձեզ շնորհակալ եմ։ լավ բաներ եմ մաղթում։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Մեր համայնքին մաղթում եմ առողջություն, երջանկություն, լավ կյանք։ Ինչա փոխվել է տարիների ընթացքում Քասախում։ Քասախում ստարի փոխվել որ ես մաքրություն, ես ասֆալտը լավան եմ։ Ամեն ինչ փոխվել է մեր մախտորից։ Շատ գոհ ենք, շնորհակալ ենք մեր համայնքապետից, իրականում ամեն ինչ աննամա իրան շնորհքով Մեր նաշալնիցից ենք։ մենք շնորհակալ ենք մեր ղեկավարությունից, մեր համայնքապետից։ Անպայման Նիկոլից։ Էդի անպայման ցույց կտաս։ Անպայման Մենք շատ մեր Թովմասյանից 100% սիրակազմակերպից մենք շնորհակալություն ենք հայտնում։ մենք կյանքում այդպես ղեկավար չենք ունեցել։ Ունեցել ենք, հիմա ունենք, փառք։ Շատեր որ ելնում են այդ փոստներուն խոսում են, այդպես է։ Դրանք սաղ այս պետություն իրանք կան։ Once is Հայաստան ծաղկցրել է, բայց այն թալանչիկ հայասմեն ինչ արա են երայ այդվերսիտ է։ Մենք գոհ ենք, մեր գյուղապետից էլ, մեր ղեկավարից էլ, շատ գոհ ենք։ Եղավ, շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն։ Մենք իրականում հյուր ենք եկել, որպես որ այս մեր համայնքը չի, բայց հյուր ենք եկել։ Մաղթում ենք ամենայն բարիքը։ Մենք Երևանից։ Ինչու։ Ինչու ենք Հրավիրել են, եկել։ թե։ Այո, հրավիրել են, մեզ շատ հարազատ մարդիկ դրա համար այստեղ են։ Եվ ինչ եք մաղթում Քասախին։ Մարգավաճում։ Ոնց է տրամադրությունը։
ոնց ասեմ, արտակարգ, տոնական, ամեն ձևի լավ, շատ լավ տրամադրված ենք բոլորս մեր Քասախի 60-ամյակի կապակցությամբ։ Ամենալավ բաներն ենք ցանկանում մեր Քասախին։ Տա Աստված, որ միշտ ասենց լավ տրամադրությամբ սկսենք, լավ տրամադրությամբ ավարտենք այս մեր միջոցառումը ու մեր Քասախը աճի, բարգավաճի, ինչպես եղել է 60 տարիների ընթացքում զարգանա։ Մենք հյուրեր ենք հրավիրել։ Որտեղից եք եկել։ Երևանից։ Հրավիրել են ձեզ հատուկ։ Այո։ Ով։ Արտակը, համայնքի ղեկավար Արտակ Թովմասյան։ Ինչ եք մաղթում Քասախին։ Մեծ հաջողություններ ենք մաղթում, շատ մեծ, եւ հիանում ենք, քիչ առաջ խոսում էի ընկերուհուս հետ, որ Երանի բոլոր համայնքի ղեկավարները հենց Արտակ Թովմասյանի նման լինեն ու այն ինչ որ ինքը անում է, այն էներգիան, այն սերը, այն վերաբերմունքը, որ ինքը ներդնում համայնքի համար, Երանի թե բոլոր համայնքի ղեկավարները հենց այդպեսին լինեին։ Արտակ Թովմասյանի տեսակով մենք պատկերացնում ենք մեր այսօրվա եւ վաղվա Հայաստանի համայնքի ղեկավարներին։ Հաջողություն ենք մաղթում իրեն ու վստահ ենք, որ շատ մեծ հաջողությունների է հասնելու։ Շնորհակալ եմ։ Ինչ կմաղթեք ձեր համայնքին։ Վայ զարգացում, որը որ արդեն սկսվել է, երջանիկ ապագա, երջանիկ կյանք, որպեսզի ամեն երեխա ունենա սենց հնարավորություն, որ սենց միջոցառումներ կազմակերպվի, զբոսայգին, որը որ նոր վերանորոգվել է, երեխաների համար շատ լավ հնարավորություն է, որ ավելի լավ զարգացած համայնք ունենանք։ Եվ ինչ է փոխվել համայնքում այս տարիների ընթացքում։ Այս տարիների ընթացքում հենց մեկը այն, որ մեր շուրջը տեսնում ենք զբոսայգի, հուշարձանի տարածքը, բարեկարգվում են փողոցները, փոխվում են ջրագծերը, բավականին շատ աշխատանք է տարվել այս երևի 4-5 տարվա ընթացքում։ Շնորհակալ եմ շատ։ Խնդրեմ։ Համերգային ծրագիրը սկսվեց հանրապետության հիմնի հնչյուններով։ Ապա երաժիշտները կատարեցին Քասախի օրհներգը, իսկ տոնական միջոցառումը շարունակվեց համերգային ծրագրով։ Իսկ հիմա Երևանից նվեր Քասախին, Պոպուրի։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։